Երբ հատուկ ծառայությունների աշխատակիցները մտան այն սենյակ, որտեղ պահպանվում էին ԽՍՀՄ գլխավոր շտաբի արխիվները, նրանք հայտնաբերեցին ինչ-որ բան, ինչի գոյությունը չպետք է լիներ։ Սառը ցեմենտային պատերի հետևում, երկաթե տուփերի մեջ, ոչ մի պաշտոնական ցուցակում չարձանագրված, ամբողջ 2 տասնյակ փաստաթղթեր, դասակարգված «Совершенно секретно» նշանով։ Դրանք քարտեզներ էին, բայց այնպիսի քարտեզներ, որոնք երբեք չպետք է տեսնեին օրվա լույսը։ Կարմիր գծերով նշված էին սահմանային գծեր, որոնք չեն համապատասխանում ոչ մի պաշտոնական հայտարարության։ Յուրաքանչյուր փաստաթուղթ ստորագրված էր միայն եռամսյակ մարդկանց կողմից, նրանք, ովքեր ունեին բացարձակ մուտք դեպի Տրեմլի ամենաթանկ գաղտնիքները։ Իսկ հենց այս քարտեզների հետևում թաքնված էր մի անուն, որը ոչ մի պատմաբան երբեք չէր լսել մինչև այն օրը։ Ով էր այդ մարդը, ով մերժել էր ստորագրել այն, ինչ ստորագրել էին բոլորը։ Եվ ինչու իրավապահները միանգամից այս արխիվները ոչնչացրին անմիջապես հայտնաբերումից հետո։ Վլադիմիր Մովսիսյանը էլեկտրոնային հաշվարկներով իշխող դարաշրջանում ապրել է անալոգային աշխարհում։ Նա ծնվել է 1949 թվականին, երբ Երկրորդ համաշխարհային պատերազմը դեռևս հրացանների դխցյուններով ցնցում էր Եվրոպան, իսկ Սովետական Միությունը արդեն իսկ նախագծում էր իր պետականության ապագա ճարտարապետությունը։ Մովսիսյանի ընտանիքը ապրում էր խորհրդային համակարգի ստվերներում, երբեք չպաշտպանված, բայց երբեք չբողոքող։ 3 տասնյակ տարի անց այս անունը հայտնվեց այնպիսի փաստաթղթերում, որտեղ չպետք է լիներ։ Հարցը միայն մեկն էր. ինչու այդ քարտեզները, որ պահվում էին Մոսկվայի ամենահուսալի պահոցներում, պարունակում էին նշումներ, որոնք հակասում էին պաշտոնական տարածքային վիճակագրությանը։ Ով էր այն մարդը, ով դիմադրել էր համակարգին։ Եվ ինչու նրա անունը մնաց միայն փաստաթղթերի ստվերներում, անտեսանելի պատմության էջերում։ Պատկերացրեք, դուք նստած եք երկաթյա դռներով պաշտպանված սենյակում։ Ձեր առջև լույսի ստվերներում պարզվում են հսկա քարտեզներ, յուրաքանչյուրը նշված է կարմիր, կապույտ և սև գծերով։ Այս գծերից յուրաքանչյուրը ոչ թե պարզապես ուրվագիծ է, դա սահման է, որը կարող է վերածվել հազարավոր ընտանիքների ճակատագրի։ Դուք տեսնում եք, թե ինչպես մի 100 հազարավոր մարդիկ կարող են մեկ օրվա ընթացքում դառնալ օտարերկրացիներ իրենց հայրենի երկրում։ Դուք գիտեք, որ այս սենյակում ընդունված որոշումները չեն ենթակա քննարկման, քանի որ այդ փաստաթղթերը կրում են մի դասակարգում, որի մասին ոչ մի պատկերացում չունի սովորական քաղաքացին։ Հիմա պատկերացրեք, ձեր ձեռքերում գրիչ, ձեր մատների տակ թուղթ, որը պետք է ստորագրեք։ Եվ դուք հասկանում եք, եթե ստորագրեք, դուք կծախեք ոչ թե ձեր, այլ միլիոնավոր մարդկանց ապագան։ Ինչ կընտրեք։ Այդ օրը, երբ խորհրդային բարձրաստիճան պաշտոնյաները հավաքվեցին Մոսկվայի մի անհասանելի բունկերում, մեկը կատարեց ընտրություն, որը փոխեց պատմությունը։ Բայց մենք դեռևս չգիտենք ում համար։ Խորհրդային միության վերջին տարիներին կարմիր զանգեր արդեն հնչում էին ամենուր։ Պաշտոնական հաղորդագրությունների մեջ ամեն ինչ նորմալ էր, բայց ամենով, ով ուներ արտոնյալ մուտք դեպի գաղտնի փաստաթղթերը, տեսնում էր ճաքերը համակարգում։ Պետական սահմանների փոփոխության հարցը, որը մինչև այդ մնում էր միայն կրեմլյան կաբինետների առարկա, հանկարծ սկսեց սողալ դեպի տարածաշրջանային պաշտոնյաների սեղանները։ Առաջին անգամ ի հայտ եկան նույնականացման քարտեզներ, որոնք ցույց էին տալիս ոչ թե այն սահմանները, որոնք էին, այլ այն սահմանները, որոնք կարող էին լինել։ Այս քարտեզներից մեկը կրում էր մի հատուկ դասակարգում՝ ՀԿՑ առանձնահատուկ օգտագործման։ 250 անձ ողջ խորհրդային միությունում ուներ իրավունք այս փաստաթուղթը տեսնել։ Եվ միայն 5-ը ստորագրել։ Բայց այն ժամանակ, երբ փաստաթուղթը հասավ Հայաստան, կատարվեց ինչ-որ բան անսպասելի։ Փաստաթուղթը վերադարձավ առանց ստորագրության, ոչ մի բացատրություն, ոչ մի պաշտոնական մերժում։ Պարզապես դատարկ տող այնտեղ, որտեղ պետք է լիներ անունը։ Եվ այդ օրը Մոսկվայում, գաղտնի հավաքույթում, որի մասին չգիտեր ոչ ոք, որոշում կայացվեց։ Այս մարդու անունը ոչ երբեք չպետք է հայտնվի պատմության էջերում։ Նրա հրաժարականը ներկայացվեց որպես բնական, առողջական խնդիրների պատճառով։ Նրա արխիվները կնքվեցին մի կոդով, որը երբեք չհասնի հանրության ականջին։ Բայց ինչու այդքան ջանք ներդրվեց, որպեսզի մի անուն անհետանա։ Ինչ էր գիտում Վլադիմիր Մովսիսյանը, ինչ չպետք է գիտեինք մենք։ 5 օր առաջ կատարված իրադարձությունից ոչ մի պաշտոնական պատվիրակություն չէր ներկայացվել։ Այդ երեկոյան Երևանում իշխանության գործակալության պաշտպանված շենքում հետո կեսգիշերին հայտնվեց մի այցելու, ում մասին նույնիսկ անվտանգության ծառայության ամենավստահելի մարդիկ չգիտեին։ Այս մարդը ժամանեց առանց զանգահարելու, առանց նախազգուշացնելու։ Նա կրում էր խորագույն փաթեթ, որը հանձնեց անձամբ Մովսիսյանին։ Երկուսը մնացին փակ սենյակում ավելի քան 2 ժամ։ Ոչ մի բառ դուրս չեկավ այդ պատերից։ Բայց հենց երբ այցելուն հեռացավ,
Մովսիսյանը տեսնված էր նստած իր աշխատասեղանի մոտ, դեմքի արտահայտությամբ, որը վկայում էր խոր անհանգստության մասին։ Նրա ձեռքերը դողում էին։ Պահակները, ովքեր այդ գիշեր հերթապահում էին, հիշում են միայն մեկ բան. սովորական գիշերային անհանգստության մթնոլորտը փոխարինվել էր ծանր լռությամբ։ Ոչ մի հեռախոսազանգ, ոչ մի գործողություն։ Մովսիսյանը մնաց կաբինետում մինչև առավոտյան 6։ Երբ նա դուրս եկավ, նա ասաց միայն 3 բառ իր ամենամոտ օգնականին. «Մենք չենք ստորագրի»։ Բայց ով էր այդ գիշերային այցելուն։ Եվ ինչ էր այն փաթեթում, որը նա բերեց։ Անվտանգության արխիվները այդ օրվա մասին պարունակում են միայն մեկ նշում. առանց արտադրանքային հաշվառման։ Իսկ դա նշանակում է, այդ այցելուն ուներ այնպիսի իշխանություն, որը գերազանցում էր ցանկացած տեղական պաշտոնյայի ունեցածին։ Մոսկվայի մարդ, թե ինչ-որ այլ ուժ։ Այդ օրվանից սկսած Մովսիսյանի վարքը փոխվեց։ Նախկինում բաց եւ հասանելի համարվող մարդ դարձավ խիստ փակված։ Նրա օրագիրը, որը նախկինում լի էր հանդիպումներով, հանկարծ դարձավ գրեթե դատարկ։ Ամեն օր նա ժամանում էր իր աշխատասենյակ վաղ առավոտյան եւ հեռանում ուշ երեկոյան, բայց ոչ ոք չգիտեր ինչով էր զբաղված այդ ժամերին։ Իր ամենամոտ համակիժները հիշում են, որ նա սկսեց խոսել անհասկանալի բաների մասին, քարտեզներ, որոնք գոյություն չունեին, մարդիկ, ում անունները երբեք չէին հնչել պաշտոնական հանդիպումներում։ Նրա սեղանին կուտակվեցին փաթեթներ, լի փաստաթղթերով, որոնք նա անձամբ էր փակում երկաթե պահարանում։ Ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը փորձում էր հարցնել, նա պատասխանում էր միայն մեկ նախադասությամբ. «Դուք կիմանաք, երբ ժամանակը գա»։ Իսկ խորհրդային համակարգում, երբ ինչ-որ մեկը սկսում էր խոսել անհասկանալի բաների մասին, այդ մարդը արագ դառնում էր խնդրահարույց։ Հատուկ ծառայությունները սկսեցին ուսումնասիրել Մովսիսյանի գործողությունները։ Հետևում էին նրա հեռախոսազանգերին, ստուգում էին նրա թղթածրարների յուրաքանչյուր էջը, բայց ոչինչ չգտան։ Ոչ մի ապացույց, ոչ մի հետք։ Կարծես այս մարդը գիտեր ճիշտ ինչպես թաքցնել այն, ինչ նա չէր ուզում ցույց տալ։ Իսկ դա իսկապես տարօրինակ էր։ Քանի որ խորհրդային համակարգում գաղտնիքներ պահել կարող էին միայն նրանք, ովքեր գիտեին, թե ինչպես է աշխատում համակարգը ներսից։ Եվ Մովսիսյանը հենց այդպիսին էր։ Նա գիտեր, թե որտեղ են տեղադրված խոսափողները, թե որ սենյակներն են անվտանգ, թե ով կարող է լսել եւ ով ոչ։ Ինչ որ բան սովորեցրել էր նրան պաշտպանվել, բայց ումից։ Հարցը, որ այդ ժամանակ տանջում էր շատերին, հետևյալն էր. ինչ կարող է մարդուն ստիպել դիմադրել այն համակարգին, որին նա ծառայել է ողջ կյանքի ընթացքում։ Վախում էր նա, թե հավատում էր ինչ-որ բանի, ինչն ավելի կարևոր էր, քան իր անձը։ Պատմությունը հիշում է շատ օրինակներ, երբ խորհրդային պաշտոնյաները մերժել են կատարել հրամանները։ Բայց գրեթե բոլոր այդ դեպքերում կարելի է տեսնել մի ընդհանուր նկարագիր. այդ մարդիկ կորցրել են ամեն ինչ։ Իրենց տեղը, իրենց ընտանիքը, իրենց կյանքը։ Բայց ով էր Վլադիմիր Մովսիսյանը, որ որոշեց ռիսկի դիմել։ Եվ ինչ էր այն, ինչը նա պաշտպանում էր իր հրաժարականով։ Գլխավոր հարցը, որը մնում է պատասխանված մինչև այսօր, ով էր այն մարդը, ով ամենից շատ շահեց Մովսիսյանի անհետացումից։ Քանի որ պատմությունը հիշում է միայն մեկ անուն, պատմությունը մոռանում է մնացածներին։ Իսկ երբ մի մարդ ստիպված է լքել իր պաշտոնը, երբ նրա արխիվները փակվում են հավիտենական, երբ նրա անունը դադարում է հնչել պաշտոնական հաղորդագրություններում, միշտ մնում է մեկը, ով տեղափոխվում է նրա աթոռին։ Եվ այդ մարդը հենց այն է, ում մասին պետք է մեզ հետաքրքրի։ 1999 թվականների սկզբին, երբ Մովսիսյանը հեռացավ իր պաշտոնից, իշխանությունը փոխանցվեց մի մարդու, ում անունն այդ ժամանակ ոչ ոք չգիտեր։ Նա էր այն մարդը, ում մասին Մոսկվան երբեք չխմասին, Մոսկվան երբեք չխոսում էր, բայց ում վրա միշտ հույս էր դնում։ Նրա գործառույթը պարզ էր՝ ստորագրել այն, ինչ Մովսիսյանը մերժել էր, իսկ դա նշանակում էր, այդ նոր մարդը ոչ թե պատահականորեն ընտրված էր, այլ հատուկ պատրաստված այդ անելու համար։ Պատկերացրեք մի համակարգ, որի մեջ յուրաքանչյուր պաշտոն, յուրաքանչյուր որոշում, յուրաքանչյուր մարդ ծառայում է մեկ նպատակի՝ համակարգի պահպանմանը։ Եվ հենց այդ համակարգը հասկացավ, որ Մովսիսյանը դարձել է խոչընդոտ։ Փաստաթղթերը, որ պահպանվում էին Մոսկվայում, ցույց էին տալիս մի հետաքրքիր փաստ։ Մովսիսյանի հրաժարականը ներկայացվեց որպես առողջական խնդիրների արդյունք։ Բայց նույն փաստաթղթերի մեջ, որոնք պահպանվում էին գաղտնի արխիվներում, գրված էր մի այլ բան՝ կարգապահական անհամապատասխանություն։ Երբ այս երկու ձևակերպումները դրվում են կողք կողքի, դառնում է պարզ՝ իշխանությունը ուզում էր թաքցնել ինչ-որ բան։ Պաշտոնական տարբերակում Մովսիսյանը հիվանդ էր, բայց ներքին փաստաթղթերում նա հակասում էր իշխանությանը։ Իսկ հենց էժանագույն հարցն այս էր. ում համար էր կարևոր, որ Մովսիսյանի մերժումը չհասներ հանրությանը։ Ումից էին վախենում այնպիսի մարդիկ, ովքեր վերահսկում էին ամբողջ խորհրդային միությունը։
Եվ հենց այստեղ է, որ սկսվում է ամենահետաքրքիրը։ Քանի որ Մովսիսյանի հրաժարականի հետ միաժամանակ կատարվեց մի այլ իրադարձություն, որի մասին ոչ ոք երբեք չխոսեց։ Մոսկվային հասավ մի հատուկ պատվիրակություն, մի երկրից, որը պաշտոնապես համարվում էր Խորհրդային Միության դաշնակից։ Այդ պատվիրակության ղեկավարը անձամբ հանդիպեց Կրեմլի ամենաբարձր պաշտոնյաների հետ։ Եվ հենց այդ հանդիպումից հետո էր, որ Մովսիսյանի անունը անհետացավ բոլոր պաշտոնական ցուցակներից։ Ովքեր էին այդ մարդիկ։ Ինչ էր այն, ինչ նրանք ուզում էին ստանալ։ Եվ ինչու համակարգը որոշեց զոհաբերել Մովսիսյանին, որպիսի գործարքը կատարվի։ Պատասխանը թաքնված է այն նույն քարտեզներում, որոնք Մովսիսյանը մերժել էր ստորագրել։ Այդ քարտեզներում նշված էին սահմանային գծեր, որոնք չեն համապատասխանում պաշտոնական քարտեզներին։ Իսկ դա նշանակում էր, ինչ որ մեկը պատրաստվում էր փոխել տարածքային սահմանները, եւ ինչ որ մեկը պատրաստվում էր ստանալ այն, ինչ չէր պատկանում նրան։ Հիմա, երբ տասնամյակներ անցել են, մենք կարող ենք տեսնել պատկերը ավելի պարզ։ Այն երկիրները, որոնք այդ ժամանակ համարվում էին դաշնակիցներ, այսօր դարձել են հակառակորդներ։ Այն սահմանները, որոնք պաշտոնապես պետք է մնային անփոփոխ, փոխվեցին գաղտնի պայմանագրերի հիման վրա։ Եվ մենք հիմա մտածում ենք, իսկ երբ է այս գործընթացը սկսվել։ Երբ է կայացել այն առաջին գործարքը, որը դրեց սկզբնավորումը ապագա աղետներին։ Եվ պատասխանը կարող է լինել հենց այն քարտեզներում, որոնք Մովսիսյանը մերժեց ստորագրել։ Ովքեր այսօր ապրում են այն տարածքներում, որոնք նշված էին այդ գաղտնի քարտեզներում։ Անգամ պատկերացնում են արդյոք, որ նրանց ճակատագիրը որոշվել է մի սենյակում, որտեղ մի մարդ հրաժարվել է ստորագրել մի փիփաստաթուղթ, որը կարող էր փոխել ամեն ինչ։ Բայց այդ օրը պատմությունը ընտրեց մեկ ուղի, եւ մենք հիմա ապրում ենք այդ ընտրության հետևանքներում։ Հարցը միայն մեկն է. եթե Մովսիսյանը գիտեր ինչ-որ բան, ինչ մենք դեռ չգիտենք, ապա արդյոք շատ ուշ չէ այն իմանալու համար։ Մինչև վերջին րոպեն ես հավատում էի, որ մենք կփրկվենք, ասում է նախկին անվտանգության խորհրդականը, ով 4 տարի աշխատել է անմիջապես Մովսիսյանի հետ, նրա ձեռքերը դեռ դողում են 26 տարի անց։ Մենք նստած ենք փոքրիկ բնակարանում Երևանի ծայրամասում, որտեղ արևի լույսը հազիվ է թափանցում հաստ վարագույրների միջով։ Այս մարդը երբեք չէր խոսել, երբեք չէր համաձայնել հանդիպման։ Բայց հիմա, երբ կյանքի վերջում նա նստած է իր անցյալի ստվերներում, նա պատրաստ է պատմել ճշմարտությունը, որը պահպանել է ամբողջ այս տարիները։ Ես տեսա, թե ինչպես է նա փոխվում օրեցօր։ Տեսա, թե ինչպես է վախը սողում նրա աչքերի մեջ։ Բայց ես չէի հասկանում, ինչից է վախենում մի մարդ, ով ամբողջ կյանքում վախ չի ճանաչել։ Մովսիսյանի մոտակա ողջ շրջապատը հիշում է, որ փոփոխությունը սկսվեց ոչ թե հանկարծ, այլ աստիճանաբար։ Առաջին նշանները երևացին 1990 առաջին թվականի ամռանը, երբ նա վերադարձավ Մոսկվայից մի գաղտնի հանդիպումից։ Նախկին օգնականը հիշում է, երբ Մովսիսյանը իջավ ինքնաթիռից, նա նայում էր ոչ թե առջև, այլ անընդհատ շրջվում էր հետ, կարծես ինչ-որ մեկը հետևում էր նրան։ Նրա առաջին բառերը չէին վերաբերում աշխատանքին, այլ անվտանգությանը։ Ով գիտի, որ ես այստեղ եմ։ Ում ասել ես ժամանման ժամի մասին։ Այդ հարցերը տարօրինակ էին, քանի որ Մովսիսյանը երբեք նախկինում այդպիսի անհանգստություն չէր դրսևորել։ Նա միշտ եղել է համակարգի մարդը, ով հավատում էր, որ համակարգը կպաշտպանի իրեն։ Բայց այդ ամռանը ինչ-որ բան կոտրվեց նրա մեջ։ Իր օրագրում, որը պահպանվում է պետական արխիվներում կնիկված ծրարում, կա մի գրառում, որը պատկերում է այդ ներքին կոտրվածքը։ Օգոստոսի 2-ի գիշեր, երբ Մովսիսյանը նստած էր իր աշխատասենյակում, նա գրեց հետևյալը. Այսօր հասկացա, որ համակարգը, որին ես ծառայել եմ 30 տարի, պատրաստ է զոհաբերել ինձ, եթե դա անհրաժեշտ լինի նրանց համար։ Ես գիտեի սա միշտ, բայց միայն այսօր զգացի այդ ճշմարտությունն է ինձ վրա։ Նրանք ուզում են, որ ես ստորագրեմ մի փաստաթուղթ, որը կդատապարտի հազարավոր մարդկանց անորոշության։ Եվ եթե ես չստորագրեմ, նրանք կգտնեն մեկ ուրիշին։ Բայց արդյոք կարող եմ ես ապրել, իմանալով, որ ես դարձա այդ դավադրության մասնակիցը։ Անվտանգության նախկին խորհրդականը հիշում է, որ Մովսիսյանը սկսեց խուսափել անգամ ամենամոտ մարդկանցից։ Նա հրաժարվեց անձնական վարորդից եւ սկսեց վարել ինքը։ Նա փոխեց իր մշտական երթուղիները դեպի աշխատանք։ Նա սկսեց ստուգել իր հեռախոսը, արդյոք տեղադրված են սարքեր, որոնք լսում են նրա խոսակցությունները։ Ամեն գիշեր նա շրջում էր իր բնակարանը եւ փնտրում էր թաքնված տեխնիկա։ Իսկ ամենատարօրինակը, նա դադարեց գրել ցանկացած բան թղթի վրա, որը կարող էր մնալ նրա սեղանին։ Ամեն ինչ նա գրում էր, նա կամ այրում էր, կամ պահում էր իր գրպանում անընդհատ։ Ինչ էր փոխել այս մարդուն, ով 30 տարի ծառայել էր համակարգին առանց մի բառ բողոքի։ Խորհրդականը հիշում է մի զրույց, որը տեղի ունեցավ սեպտեմբերի վերջին։ Մովսիսյանը նստած էր իր կաբինետում, նայում էր պատուհանից դեպի Երևանի փողոցները, որտեղ սովորական կյանքը շարունակվում էր։
Մարդիկ քայլում էին, երեխաները խաղում էին, ծերերը նստում էին նստարաններին։ Եվ հանկարծ նա ասաց. «Նայիր այդ մարդկանց»։ Նրանք չգիտեն, որ մի քանի 100 կիլոմետր հեռու, մի սենյակում, մարդիկ, ում նրանք երբեք չեն տեսել, որոշում են նրանց ճակատագիրը։ Եվ ես եմ այդ մարդկանցից մեկը։ Բայց ինչ իրավունք ունեմ ես որոշելու, թե որտեղ վերջանա նրանց հայրենիքը եւ սկսվի օտար երկիրը։ Այդ օրը խորհրդականը հասկացավ, որ Մովսիսյանի ներսում կռվում են երկու ուժեր։ Մի կողմից նա էր համակարգի մարդը, ով գիտեր, որ անհնազանդությունը նշանակում է վերջ։ Մյուս կողմից նա էր հայրը, ով գիտեր, որ նրա որոշումները կազդեն ոչ միայն իր, այլ ողջ սերնդի ապագայի վրա։ Եվ այս ներքին կռվի մեջ Մովսիսյանը սկսեց կորցնել այն ամենը, ինչ նախկինում նրան աջակցում էր։ Հավատը համակարգին, վստահությունը ղեկավարությանը, համոզվածությունը, որ նրա գործողությունները ճիշտ են։ Մնաց միայն մի բան՝ հույսը, որ նա կարող է հակադրվել այն ճնշմանը, որը գալիս էր վերևից։ Բայց արդյոք նա ուներ այդ ուժը։ Արդյոք մի մարդ կարող էր կանգնել համակարգի դեմ, որը հզորությամբ գերազանցում էր ցանկացած անհատականությանը։ Համակարգային տեսակետից Մովսիսյանը լիարժեք բժշկական դիտարկման տակ էր։ Սովետական կառավարման համակարգում բարձրաստիճան պաշտոնյաների առողջությունը համարվում էր պետական գաղտնիք։ Անձնական բժիշկը, ով ստուգում էր նրան շաբաթական հաճախականությամբ, վարում էր մանրամասն փաստաթղթեր, որոնք ուղարկվում էին ուղղակիորեն Մոսկվա։ Այդ փաստաթղթերում գրվում էր ամեն ինչ՝ ճնշումը, զարկերակային արագությունը, քնի որակը, հոգեկան վիճակի փոփոխությունները։ Եվ հենց այդ փաստաթղթերում, որոնք հիմա պահպանվում են գաղտնի բժշկական արխիվներում, կարելի է տեսնել Մովսիսյանի իրական վիճակը այն ամիսներին, երբ նրանից պահանջում էին ստորագրել գաղտնի քարտեզները։ Օգոստոսի 2-րդ կիսից բժշկական փաստաթղթերը սկսեցին արձանագրել անհանգստացնող նշումներ։ Ճնշումը բարձր էր՝ 149-180, որը համարվում էր վտանգավոր գոտի։ Զարկերակները անհավասար էին, ինչ որ օրեր բարձր, ինչ որ օրեր կտրուկ ցածր։ Բժիշկը նշում էր. «Պացիենտը ցուցաբերում է ավելացած անհանգստություն, հաճախակի արթնանում է գիշերները, հրաժարվում է դեղամիջոցներից»։ Սեպտեմբերի 1-ում կա մի յուրահատուկ գրառում։ Պացիենտը հայտնել է, որ չի ցանկանում ընդունել կոնսուլտանտ հոգեբանի, պնդելով, որ խնդիրը ֆիզիկական է, ոչ թե հոգեբանական։ Համարում եմ անհրաժեշտ ուժեղացված դիտարկում։ Այս հաղորդումները ցույց են տալիս, որ Մովսիսյանը գիտեր, նրա առողջական վիճակը դիտարկվում է ոչ միայն բուժական նպատակներով։ Սովետական համակարգում բարձրաստիճան պաշտոնյայի հիվանդությունը կամ հոգեկան անկայունությունը կարող էր դառնալ պատճառ հեռացնելու նրան պաշտոնից։ Եվ Մովսիսյանը պաշտպանվում էր միակ միջոցով, որը հասանելի էր։ Նա հերքում էր, որ խնդիրը գոյություն ունի։ Նա շարունակում էր ներկայանալ աշխատանքի, հաճախ 30-րդ աստիճանի տաքությամբ։ Նա մերժում էր հիվանդանոցային հետազոտություններ, պնդելով, որ բոլոր ախտանիշները ժամանակավոր են։ Նա նույնիսկ փորձեց վարել իր անձնական բժշկական դիտարկումները, գրելով իր օրագրում զարկերակների հաշվելու արդյունքները, որպեսզի ապացուցեր, որ ամեն ինչ նորմալ է։ Բայց իրականում ամեն ինչ հեռու էր նորմալից։ Մովսիսյանի ընտանիքի անդամները, ովքեր այդ ամիսներին ապրում էին նրա հետ մեկ տան տակ, հիշում են մարդու, ով համարյա կորցրել էր կապը իրականության հետ։ Նրա կինը հիշում է գիշերները, երբ նա արթնանում էր եւ գտնում էր Մովսիսյանին նստած խոհանոցում, մութ սենյակում, նայելով դատարկ պատին։ Երբ նա հարցնում էր ինչու չի քնում, Մովսիսյանը պատասխանում էր միշտ նույնը. մտածում եմ։ Նրա դուստրը, որ այդ ժամանակ 12 տարեկան էր, հիշում է, որ հայրը դադարեց խոսել ընտանիքի հետ իրական թեմաների մասին։ Նա դարձավ հեռավոր, կարծես ապրում էր մեկ այլ երկրում, իր գլխում։ Երբ դուստրը հարցնում էր, թե ինչու նա այնքան լուրջ է, Մովսիսյանը փորձում էր ժպտալ եւ ասում էր. աշխատանքային հարցեր են, մի անհանգստացիր։ Բայց նրա աչքերը պատմում էին մեկ այլ պատմություն։ Դրանք աչքեր էին մարդու, ով տեսնում է ինչ-որ սարսափելի, բայց չի կարող դրա մասին խոսել։ Ընտանիքի մոտակա ընկերը, ով հաճախ այցելում էր նրանց տուն, հիշում է մի զրույց, որը տեղի ունեցավ հոկտեմբերի սկզբին։ Մովսիսյանը նստած էր պատշգամբում, ուր նա սովորաբար չէր անցկացնում ժամանակ։ Ընկերը փորձեց հարցնել, թե ինչու է նա այդքան փոխված։ Եվ Մովսիսյանը, երբ ամուր համոզվեց, որ ոչ ոք չի լսում, ասաց. «Երբ դու ծառայում ես մի համակարգին, որը պահանջում է քեզանից զոհել այն ամենը, ինչը սիրում ես, ժամանակ է գալիս, երբ դու պետք է որոշես, արդյոք այդ համակարգը արժանի է քո զոհողությանը։ Եվ ես այժմ այդ որոշման առջև եմ»։ Բայց ամենատարօրինակը այն էր, որ Մովսիսյանը շարունակում էր գնալ աշխատանքի, շարունակում էր մասնակցել հանդիպումներին, շարունակում էր նաև էլ որպես նորմալ գործող պաշտոնյա։ Հանրությանը, պաշտոնական ներկայացուցիչներին, նույնիսկ իր գործընկերներին նա ցույց էր տալիս մի դեմք, հանգիստ, վերահսկվող, մասնագիտական։ Միայն ընտանիքը տեսնում էր իրական դեմքը, սպառված, վախեցած, ապրող մարդու։
Այս կրկնակի կյանքը սպառում էր նրան ավելի արագ, քան ցանկացած հիվանդություն կարող էր անել։ Ինչու մարդ որոշում է ապրել երկու կյանք միաժամանակ։ Ովքեր են այն մարդիկ, ովքեր իրականում տեսնում են քեզ, եւ ովքեր են նրանք, ովքեր տեսնում են միայն քո դիմակը։ Եվ ինչպես կարող ես պաշտպանել այն, ինչ սիրում ես, երբ սպառնալիքը գալիս է ոչ թե դրսից, այլ ներսից։ Առաջին իրական նշանը, որ Մովսիսյանը գտնվում էր վտանգի մեջ, եկավ հոկտեմբերի 15-ին։ Այդ առավոտ նրա անձնական վարորդը, ով սովորաբար սպասում էր ճիշտ 7 ժամին, չհայտնվեց։ Փոխարենը եկավ մեկ ուրիշը, անծանոթ դեմք, ով ներկայացավ որպես ժամանակավոր փոխարինող։ Մովսիսյանը հարցրեց, ինչ է պատահել նախկին վարորդին։ Նոր վարորդը պատասխանեց, հիվանդության արձակուրդի վրա է։ Բայց երբ Մովսիսյանը կեսօրին զանգահարեց անձնական բաժնին եւ հարցրեց իր վարորդի մասին, պատասխանը եղավ այլ, նրան փոխադրել են մեկ այլ օբյեկտ։ Երկու տարբեր բացատրություններ մեկ հարցի համար։ Եվ Մովսիսյանը անմիջապես հասկացավ, նրան սկսել են նախապատրաստել։ Անվտանգության համակարգում, որտեղ նա աշխատել էր 30 տարի, այս երկու տարբեր պատասխանները նշանակում էին մեկ բան։ Իրավապահները սկսել են կառուցել նոր մարտավարություն նրա շուրջը։ Եվ այդ մարտավարությունը սովորաբար օգտագործվում էր, երբ ինչ-որ մեկը համարվում էր անվստահելի։ Հաջորդ օրը Մովսիսյանը նկատեց, որ նրա աշխատասենյակի սեղանի վրա փաստաթղթերը տեղաշարժված են։ Ոչ շատ, միայն մի քանի միլիմետր, բայց նա միշտ սովորություն ուներ դնել իր փաստաթղթերը կոնկրետ դիրքերում, որպեսզի հասկանա, եթե ինչ-որ մեկը դիպել է դրանց։ Եվ հիմա նա համոզվեց, իրեն օգնող մարդիկ սկսել են ստուգել նրա գործերը։ 12 ժամ հետո նա տեղադրեց փոքրիկ թղթի կտոր տուփի եւ դարակի միջև։ Հաջորդ առավոտ թուղթը գետնի վրա էր։ Մովսիսյանը հասկացավ, նրա շրջապատում արդեն տեղադրված են մարդիկ, ովքեր հետևում են նրա գործողություններին։ Եվ դա նշանակում էր, որոշումը կայացվել է վերևից։ Նա արդեն դասակարգված էր որպես հնարավոր վտանգ համակարգի համար։ Այդ օրից սկսած Մովսիսյանի վարքագիծը դարձավ կտրուկ տարբեր։ Նա դադարեց տանել տուն ցանկացած աշխատանքային փաստաթղթեր։ Դադարեց օգտագործել աշխատանքային հեռախոսը անձնական զրույցների համար։ Նա նույնիսկ փոխեց իր աշխատասենյակում նստելու տեղը, այնպես որ երբեք մեկը չէր կարող մոտենալ նրան ետևից առանց նկատելու։ Բայց ամենավստահելի նշանը, որ ճնշումը ուժեղանում էր, եկավ հոկտեմբերի 22-ին։ Այդ օրը Մովսիսյանի կինը գտավ նրանց բնակարանի դռան մոտ ինչ-որ բան, ինչ երբեք չպետք է լիներ այնտեղ։ Դա խոհարարական դանակ էր, թողնված սեղմված թերթի մեջ։ Ոչ մի նշագիր, ոչ մի հաղորդագրություն, պարզապես դանակ։ Սովետական կարգախոսների համակարգում, երբ ինչ-որ մեկին ուզում էին զգուշացնել, օգտագործում էին խորհրդանիշներ։ Դանակը խորհրդանշում էր. մենք գիտեն, թե որտեղ ես ապրում։ Մենք կարող ենք մտնել ցանկացած պահին։ Մովսիսյանը դա լավ հասկացավ։ Այդ գիշեր նա չքնեց։ Նա նստած էր իր խոհանոցում, ձեռքում գլանավոր թուղթ, ինչ-որ բան, ինչ նա գրում էր ամբողջ գիշեր։ Երբ առավոտյան նրա կինը մտավ խոհանոց, Մովսիսյանը գրածը մի հատին այրեց եւ ասաց միայն մեկ նախադասություն. Եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, հիշիր, ես չեմ ընտրել այս ճանապարհը, նրանք են ինձ ստիպել։ Ինչ է զգում մարդ, երբ հասկանում է, որ համակարգը, որին նա ծառայել է ողջ կյանքի ընթացքում, այժմ շրջվել է նրա դեմ։ Արդյոք կա ճանապարհ հետ դառնալու, թե այլևս ուշ է։ Եվ ամենակարևորը, երբ դու միայնակ ես մղվում դեպի անդունդ, արդյոք մնում է ինչ-որ մեկը, ով ձգի քեզ ետ։ Խորհրդային Միության գլխավոր շտաբի արխիվներում կոդը GШH3964AA կրող գործը պարունակում էր 8 հատոր փաստաթղթեր, որոնցից յուրաքանչյուրը կրում էր առանձնակի կարևորություն դասակարգումը։ Այս գործի գոյությունը գիտեին միայն 17 մարդ ամբողջ Խորհրդային Միությունում։ 5-ը գլխավոր շտաբից, 8-ը հատուկ ծառայություններից, 4-ը կենտրոնական կոմիտեից։ Երբ 1990 առաջին թվականի նոյեմբերի 12-ին այս գործը բացվեց Մոսկվայի ամենապաշտպանված բունկերում, մերկաները տեսան քարտեզներ, որոնք երբեք չպետք է լիներ կազմված։ Կարմիր, կապույտ եւ սև գծերը ցույց էին տալիս սահմանային փոփոխություններ, որոնք պաշտոնապես երբեք չէին քննարկվել։ Յուրաքանչյուր քարտեզի անկյունում ստորագրությունների տող։ 8 հանուն այնտեղ արդեն գրված էր։ 9-րդը դատարկ։ Այս դատարկ տողն ուղղված էր Վլադիմիր Մովսիսյանին։ Նրան փաստաթուղթը հասել էր նոյեմբերի 6-ին, փակ դրարով, առանց որևէ բացատրող նամակի։ Միայն մի նախադասություն ծածկագրերով. Սպասում ենք հաստատմանը մինչև նոյեմբերի 15-ը։ 9-րդ օր։ 9 օր, որպեսի որոշի, արդյոք նա կդառնա մաս այն ամենից, ինչը կփոխի հազարավոր ընտանիքների ճակատագիրը։ 9 օր, որպեսի ընտրի համակարգը թե խիղճը։ Բայց Մովսիսյանը արդեն գիտեր իր պատասխանը։ Հարցը միայն մեկն էր. ինչպես ասել ոչ
այնպես, որ դա չդառնա նրա վերջին բառը։ Փաստաթղթերում ներառված քարտեզներից մեկը ցույց էր տալիս Հայաստանի հյուսիսարևելյան սահմանները։ Գծերը, որոնք այնտեղ նշված էին, ունեին փոքրիկ, բայց կարևոր տարբերություն պաշտոնական սահմաններից։ Երկու տասնյակ գյուղ, որոնք պաշտոնապես պատկանում էին Հայաստանին, այդ նոր քարտեզում արդեն նկարված էին մեկ այլ կողմում։ Տարածաշրջան, որտեղ հազարներով մարդիկ ապրում էին, խոսում հայերեն, աշխատում, դաստիարակում երեխաներ։ Եվ հիմա մի գաղտնի քարտեզի վրա նրանց ապագան որոշվում էր մի գծով, որը նկարել էր ինչ-որ մեկը հեռավոր կաբինետում Մոսկվայում։ Մովսիսյանը նստում էր իր աշխատասենյակում, յուրաքանչյուր գիշեր դիտելով այդ քարտեզները։ Նա որոշել էր, որ չի ստորագրի, բայց ինչպես հրաժարվել։ Ուղղակի մերժումը նշանակում էր անմիջական հեռացում, եւ ավելին, նրա հրաժարականը կարող էր դառնալ պատճառ, որպեսզի նրան փոխարինեն ինչ-որ մեկով, ով կստորագրի առանց հարցերի։ Եվ ապա այդ գործարքը կատարվեր առանց որևէ փաստաթղթային հետքի, որը կարող էր հետագայում ծառայել որպես ապացույց։ Նոյեմբերի 8-ին Մովսիսյանը կատարեց մի արարք, որը հետագայում կարող է համարվել համարձակություն կամ անմտություն։ Նա արեց քարտեզների լուսապատճեններ։ 3 լուսապատճեն, յուրաքանչյուր քարտեզից։ Մեկը նա թաքցրեց իր անձնական գրադարանում, երկրորդը կնիկված ծրարով հանձնեց իր ամենահուսալի ընկերոջը, երրորդը տեղադրեց իր բնակար բնակարանի պատի ետևում, որտեղ նախկինում եղել էր հին էլեկտրական վահանակ։ Եթե ինչ-որ բան պատահեր նրան, գոնե այս քարտեզները կմնային որպես ապացույց։ Բայց ում համար այս ապացույցները։ Ով կկարողանար օգտագործել դրանք ապագայում։ Այս հարցերը տանջում էին Մովսիսյանին, բայց նա չուներ պատասխան։ Նա պարզապես գործում էր ըստ ինստինկտի, պաշտպանել ապագա սերնդին նույն փաստաթղթային հետքը, որը կարող էր մի օր բացահայտել ճշմարտությունը։ Նոյեմբերի 13-ին, 2 օր մինչև վերջնաժամկետը, Մովսիսյանը ստացավ հեռախոսազանգ ուղղակիորեն Մոսկվայից։ Ձայնը, որը խոսում էր, չներկայացավ։ Նա ասաց միայն մի նախադասություն. «Ժամանակը սպառվում է։ Մենք սպասում ենք ձեր հաստատմանը»։ Մովսիսյանը պատասխանեց. «Ես կապրեք լրացուցիչ ժամանակ փաստաթղթերը ուսումնասիրելու համար»։ Լռություն։ Ապա ձեզ տրվել է բավարար ժամանակ։ Մենք ակնկալում ենք վերջնական պատասխանը նոյեմբերի 15-ին, կեսօրին։ Զանգը ընդհատվեց։ Այդ գիշեր Մովսիսյանը գրեց 2 նամակ։ Առաջինը իր ընտանիքին, բացատրելով, որ եթե նրանից լսեն ինչ-որ բան, ինչ նա երբեք չի ասել, դա նշանակում է, որ նրան ստիպել են։ Երկրորդը անանուն, առանց հասցեատիրոջ, որտեղ նա մանրամասն նկարագրեց, թե ինչ փաստաթղթեր են իրեն ներկայացվել եւ ինչու նա չի կարող ստորագրել դրանք։ Այս երկրորդ նամակը նա տեղադրեց նոր ծրարում եւ կնքեց այնպես, որ հնարավոր չէր բացել առանց տեսանելի վնասի։ Ապա դրեց իր գրադարանում, գրքերի հետևում, որտեղ ոչ ոք չէր փնտրի։ Նոյեմբերի 15-ին, ժամը 12-ին, Մովսիսյանի սեղանին հեռախոսը խլեց։ Նույն անանուն ձայնը հարցրեց. «Արդյոք ձեր ստորագրությունը պատրաստ է»։ Մովսիսյանը շնչեց խորը եւ ասաց. «Ես չեմ կարող ստորագրել փաստաթուղթ, որը չի համապատասխանում պետական տարածքային սահմանակալումներին։ Խնդրում եմ փոխանցել ավելի մանրամասն հիմնավորումներ այս փոփոխությունների անհրաժեշտության վերաբերյալ»։ Լռություն։ Ապա դուք հասկանում եք, թե ինչ է նշանակում ձեր հրաժարումը։ Մովսիսյանը պատասխանեց. «Ես հասկանում եմ»։ 2 ժամ անց Մովսիսյանին հրավիրվեց արտակարգ հանդիպման, որը տեղի ունեցավ ոչ թե նրա սովորական աշխատասենյակում, այլ մի այլ շենքում, անվտանգության ծառայության հատուկ բաժանմունքում։ Այնտեղ նա հանդիպեց 3 մարդկանց, ում դեմքերը նա երբեք չէր տեսել։ Նրանք չներկայացան։ Նրանք պարզապես ասացին. «Ձեր հրաժարումը կընդունվի, ձեր պաշտոնից ազատումը կներկայացվի որպես առողջական խնդիրների արդյունք։ Ձեր արխիվները կփոխանցվեն պետական պահպանության։ Դուք չեք խոսի ոչ մեկի հետ այն փաստաթղթերի մասին, որոնք տեսել եք»։ Մովսիսյանը տեսավ, թե ինչպես է իր 30 տարվա կարիերան ավարտվում մի 5 րոպեանոց զրույցով։ Նա չուներ ընտրություն։ Նա ստորագրեց հրաժարական դիմումը անձնական պատճառներով։ Եվ այդ օրը պատմությունը կորցրեց մի անուն, որը կարող էր փոխել ամեն ինչ։ Բայց արդյոք այդ անունը իսկապես կորավ, թե պարզապես թորցակցվեց սպասելու իր ժամանակին։ 30 տարի իշխանության մեջ կյանքը թողնում է իր հետքերը ոչ միայն հոգում, այլև մարմնում։ Մովսիսյանը, երբ նա սկսեց իր պաշտոնական ուղին 1960 առաջին թվականին, եղել է 32 տարեկան, ուժեղ, կուռ, բարձրահասակ մարդ։ Լուսանկարները, որ պահպանվում են այդ ժամանակներից, ցույց են տալիս մարդու, ում աչքերում հավատ էր, ում քայլքը ամուր էր, ում ձեռքերը երբեք չէին դողում։ Բայց 30 տարի անց, երբ նա դուրս եկավ իր վերջին հանդիպումից անվտանգության ծառայությունում, այդ մարդը այլևս գոյություն չուներ։ Ֆիզիկական տեսանկյունից Մովսիսյանը ծերացել էր 30 տարով։ Նրա մազերը, որոնք սև էին եղել մինչև 45 տարեկանը, հիմա ամբողջությամբ ճերմակ էին։
Նրա դեմք, որը եղել է սահուն եւ առողջ, հիմա ծածկված էր խոր կնճիռներով, որոնք ձևավորվել էին ոչ թե տարիքից, այլ անընդհատ լարվածությունից։ Նրա աչքերը, որոնք երբեմն փայլում էին վստահությամբ, հիմա նայում էին անհամբեր, կարծես սպասելով, թե երբ կգա հաջորդ հարվածը։ Նրա ձեռքերը, որոնք երբեմն ստորագրում էին հարյուրավոր փաստաթղթեր առանց մի դողալու, հիմա դողում էին անգամ, երբ նա բռնում էր բաժակ ջուր։ Նրա ընտանիքը հիշում է, որ վերջին ամիսներին Մովսիսյանը կորցրել էր ավելի քան 15 կիլոգրամ։ Նա դադարել էր ճաշել նորմալ կերպով։ Նա արթնանում էր կեսգիշերին սառած քրտինքով ծածկված։ Նա խոսում էր իր քնի մեջ, անկապ նախադասություններ, որոնցում միշտ կրկնվում էր մի բառ՝ քարտեզ։ Նրա կինը մի քանի անգամ փորձել էր զարթնեցնել նրան այդ մղձավանջներից, բայց Մովսիսյանը միշտ ասում էր, որ նա ոչինչ չի հիշում։ Բժիշկը, ով զննում էր Մովսիսյանին դեկտեմբերի սկզբին, արտոնյալ գրառում կատարեց նրա բժշկական քարտում։ Պացիենտը գտնվում է քրոնիկ սթրեսի վիճակում։ Զարկերակային ճնշումը չի կարգավորվում դեղամիջոցներով։ Առաջարկում եմ հոգեբուժական խորհրդատվություն եւ երկարաժամկետ վերականգնում։ Բայց այդ առաջարկը երբեք չիրականացվեց։ Քանի որ նոյեմբերի 16-ից Մովսիսյանը այլևս չուներ պաշտոնական բժշկական ապահովագրություն, նա էլ չէր համարվում պետական պաշտոնյա։ Եվ այդ նշանակում էր, նա կորցրել էր մուտքը այն համակարգին, որը 30 տարի պաշտպանել էր նրան։ Ամենափորձառու վկաները, ովքեր այդ ժամանակ տեսել են Մովսիսյանին, հիշում են, որ նա հաճախ մտածում էր ինչ-որ բանի մասին, ինչ-որ ներքին դիալոգ ուներ իր մեջ։ Երբ նա նստում էր ընտանեկան սեղանի շուրջը, նա չէր լսում, թե ինչ են ասում նրա երեխաները։ Երբ նրա հետ խոսում էին, նա պատասխանում էր մի քանի վայրկյան ուշանալով, կարծես նա պետք է վերադառնար իրականության։ Նրա մտքերը մշտապես գտնվում էին այլ տեղ, այն սենյակում, այն քարտեզների առջև, այն որոշման հետ, որը նա կայացրել էր։ Նրա դուստրը հիշում է մի երեկո դեկտեմբերի կեսերին, երբ Մովսիսյանը նստած էր պատուշկամբում, նայելով դեպի Երևանի լույսերը։ Նա կանչեց իր դստերը եւ ասաց. «Տեսնում ես այդ լույսերը։ Յուրաքանչյուր լույս մի տուն է, մի ընտանիք, մարդիկ, ովքեր ապրում են իրենց կյանքը։ Նրանք չգիտեն, որ ինչ-որ մեկը որոշում է նրանց ճակատագիրը առանց հարցնելու նրանց կարծիքը։ Եվ երբ այդ որոշումները կայացվում են գաղտնի սենյակներում, ոչ ոք չի կարող պաշտպանվել»։ Դուստրը հարցրեց. «Հայր, ինչ է պատահել քեզ»։ Մովսիսյանը հայացքը չտեղափոխեց այդ լույսերից եւ ասաց. «Ես ընտրեցի ճանապարհ, որից վերադարձ չկա»։ Հետագա օրերին Մովսիսյանը սկսեց պատրաստվել ինչ-որ բանի։ Նա հավաքեց բոլոր իր անձնական փաստաթղթերը եւ դասավորեց դրանք ըստ ժամանակագրության։ Նա գրեց մի երկար նամակ իր զավակներին, բացատրելով, թե ինչպիսին էր իր կյանքը, ինչ ընտրություններ կատարեց, ինչու որոշեց մերժել ստորագրել այն քարտեզները։ Այս նամակը նա կնքնքեց ծրարում եւ տեղադրեց իր անձնական անվտանգության արկղում բանկում։ Նա ասաց իր կնոջը. «Եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, այս ծրարը բացիր, միայն երբ երեխաները մեծանան»։ Դեկտեմբերի 20-րդին Մովսիսյանը ստացավ վերջին այցելուին իր տանը։ Այս անգամ այցելուն չփորձեց թաքնվել։ Նա բացահայտորեն եկավ ցերեկով, մտավ շենք տրնապանի աչքի առջև, բարձրացավ հարկով Մովսիսյանի բնակարան։ Երբ Մովսիսյանը բացեց դուռը, այցելուն ասաց միայն երկու բառ. «Վերջին զգուշացում», ապա դարձավ եւ հեռացավ։ Մովսիսյանը մնաց դռան մոտ նայելով նրա հետևից, մինչև այցելուն անհետացավ սանդուղքներում։ Այդ օրը Մովսիսյանի կինը նկատեց, որ նրա ամուսինը փոխվել է վերջնականապես։ Նա այլևս չէր դողում։ Նրա ձեռքերը ամուր էին, նրա աչքերը ավելի հանգիստ էին։ Երբ նա հարցրեց, թե ինչու նա այդքան հանգիստ է, Մովսիսյանը պատասխանեց. «Քանի որ վերջապես ավարտեց սպասումը։ Ես գիտեմ, թե ինչ կլինի, եւ երբ դու գիտես քո ճակատագիրը, վախը անհետանում է»։ Բայց արդյոք նա գիտեր, թե ինչ կլինի, թե պարզապես ընդունեց, որ չի կարող այլևս վերահսկել իր կյանքը։ Եվ արդյոք սա էր այն խաղաղությունը, որը գալիս է մարդկանց, երբ նրանք ընդունում են անխուսափելին։ Հարցը, որը պետք է տանջի մեզ ավելի, քան բոլորը, հետևյալն է. ո՞վ շահեց Մովսիսյանի հեռացումից։ Պատմության մեջ սա ամենահուսալի մեթոդն է հասկանալու, թե ով իսկապես կազմակերպել է իրադարձությունները։ Լատիներեն արտահայտությունը cui bono նշանակում է ում է օգտակար։ Եվ երբ մենք կիրառում ենք այս սկզբունքը Մովսիսյանի դեպքում, պատկերը դառնում է խորապես անհանգստացնող։ Նոյեմբերի 16-ին, հենց հաջորդ օրը, Մովսիսյանի հրաժարականից նրա պաշտոնը զբաղեցրեց մի մարդ, ում անունը մինչև այդ օրը գրեթե ոչ ոք չգիտեր Հայաստանում։ Այս մարդը, ում մենք կոչենք պարզապես փոխարինողը, ուներ միայն 5 տարվա փորձ սովորական վարչական պաշտոններում։ Նա երբեք չէր աշխատել ազգային անվտանգության բնագավառում։ Նա երբեք չէր ունեցել մուտք դեպի գաղտնի փաստաթղթեր։ Բայց հանկարծ մի օրվա ընթացքում նա դարձավ այն մարդը, ով վերահսկում էր ամենակարևոր տարածքային հարցերը։
Այս նշանակումը տեղի ունեցավ առանց որևէ պաշտոնական հայտարարության, առանց մրցույթի, առանց հանրային քննարկման, առանց նույնիսկ ներքին թեկնածուների ցուցակի։ Կարծես այս մարդը նախապես պատրաստված էր այս պաշտոնի համար։ Պատկերացրեք վերջին մարդուն, ում դուք վստահում եք ամբողջովին։ Այն մեկին, ով գիտի ձեր բոլոր գաղտնիքները, ով եղել է ձեզ հետ ամենածանր րոպեներին, ով երդվել է երբեք ձեզ չթողնել։ Հիմա պատկերացրեք, այս մարդը դավաճանում է ձեզ ամենաշատ օրը։ Այսպես կատարվեց Վլադիմիր Մովսիսյանի հետ։ Ինչ որ մեկը նրա ամենամոտ շրջապատից վաճառեց նրան այն ուժերին, որոնց նա դիմադրում էր։ Անվտանգության պահակները, ովքեր պահպանել են լռությունը 26 տարի, այսօր առաջին անգամ պատրաստ են պատմել ճշմարտությունը մեծագույն դավաճանության մասին Հայաստանի պատմության մեջ։ Դեկտեմբերի 22-ին, 3 օր մինչև ամանորը, Մովսիսյանի անձնական օգնականը կատարեց ինչ-որ բան, ինչ երբեք չպետք է աներ։ Այս մարդը, ում մենք կոչենք Արամ, 14 տարի աշխատել էր Մովսիսյանի կողքին։ Նա գիտեր ամեն գաղտնիք, յուրաքանչյուր թաքնված փաստաթուղթ, յուրաքանչյուր թույլ կետ անվտանգության համակարգում։ Այդ օրը, երբ Մովսիսյանը մեկնել էր կարճ հանդիպման, Արամը մնաց կաբինետում մենակ։ Նա բացեց անձնական պահարանը օգտագործելով կոդը, որը գիտեր միայն 2 մարդ։ Նա վերցրեց 3 ծրար, դրանցում Մովսիսյանի արած քարտեզների լուսապատճենները, եւ նա դուրս եկավ շենքից, առանց որևէ մեկը նկատի։ Բայց անվտանգության համակարգում ոչինչ չի կատարվում առանց հետքի։ Ներքին տեսախցիկները, որոնք տեղադրված էին ոչ պաշտոնական դիրքերում, արձանագրեցին Արամի շարժումները։ Նա մտավ կաբինետ ժամը 11:45-ին, դուրս եկավ 12:12-ին։ 27 րոպե, այն ծրարները վերցնելու համար, որոնք կարող էին ամեն ինչ փոխել։ Բայց Արամը չգիտեր, որ Մովսիսյանը վերադառնալով անմիջապես կտեսնի, որ պահարանը բացվել է։ Քանի որ Մովսիսյանը միշտ թողնում էր մի անտեսանելի նշան, փոքրիկ թղթի մանրուք պահարանի դռան ծայրին, եւ երբ նա վերադարձավ, այդ թուղթը գետնի վրա էր։ Մովսիսյանը հասկացավ անմիջապես։ Նա նստեց իր աթոռին, փակեց աչքերը եւ հաշվեց դեպի 10։ Ապա նա կանչեց Արամին։ Երբ Արամը մտավ, Մովսիսյանը խոսեց շատ հանգիստ։ «Քանի տվեցին քեզ»։ Արամը փորձեց ժխտել, բայց Մովսիսյանը ընդհատեց նրան։ «Մի ստիր, ես գիտեմ, որ դու վերցրիր ծրարները, պարզապես ասա ինձ, քանի»։ Լռություն։ Ապա Արամը իջեցնելով նայվածքը պատասխանեց. 30,000։ 30,000 դոլար։ Այդ գումարը 1991 թվականին Հայաստանում համարվում էր հարստություն։ Մի ընտանիք կարող էր ապրել այդ գումարով 10 տարի։ Բայց Արամի համար դա եղավ այն գինը, որով նա վաճառեց 14 տարվա բարեկամությունը։ Մովսիսյանը հայացքը չբարձրացրեց։ Նա ասաց միայն. «Գնա, եւ երբեք մի վերադառնա այստեղ»։ Արամը ուզում էր ինչ-որ բան ասել, բայց Մովսիսյանի աչքերում նա տեսավ ինչ-որ բան, ինչը խլեց նրա ձայնը։ Դա ցավ էր, բայց ոչ բարկություն։ Այն ցավը, որը գալիս է, երբ դու իմանում ես, որ վստահությունը, որը կառուցվել է տարիներով, կոտրվում է մի վայրկյանում։ Բայց ինչու Արամը դրա գնաց։ Ով էր այն մարդը, ով նրան տվեց 30,000 դոլար։ Եվ ամենակարևորը, ինչ արեցին այդ ուժերը այդ լուսապատճենների հետ, որոնք Արամը նրանց հանձնեց։ Հետաքննությունը, որը կատարվեց հետագայում, բացահայտեց, որ Արամը կապի մեջ էր մի խմբի հետ, որը պաշտոնապես ներկայացված էր որպես տարածաշրջանային համագործակցության գծով խորհրդատուներ։ Այս խումբը ուներ գրասենյակ Մոսկվայում եւ Երևանում։ Եվ հենց այս խումբն էր պատասխանատու այն քարտեզների մշակման համար, որոնք Մովսիսյանը մերժել էր ստորագրել։ Կազմակերպողները հասկացան, որ եթե Մովսիսյանը պահում է լուսապատճեններ, դրանք կարող են ապագայում դառնալ վտանգ։ Նրանք ուզում էին իմանալ, որտեղ են այդ լուսապատճենները, քանիսն են, ով եւս գիտի դրանց մասին։ Եվ Արամը տվեց նրանց այն ամենը։ Նա պատմեց, որ Մովսիսյանը պահում է 3 լուսապատճեն, մեկը աշխատասենյակում, մեկը տանը, մեկը անծանոթ վայրում։ Նա նկարագրեց, թե որտեղ գտնվում է պահարանը, ինչպես բացել այն, ինչպես խուսափել անվտանգության համակարգից։ Այս տեղեկությամբ զինված, կազմակերպողները սկսեցին պլանավորել հաջորդ քայլերը։ Նրանք հասկացան, որ Մովսիսյանը այլևս չի կարող մնալ ազատ։ Քանի դեռ նա ապրում է, նա մնում է սպառնալիք։ Նա կարող է ապագայում խոսել, կարող է հրապարակել այն, ինչ գիտի։ Եվ ամենակարևորը, նա կարող է գտնել 3-րդ լուսապատճենը, որը դեռևս թաքնված էր անծանոթ վայրում։ Դեկտեմբերի 24-ի երեկոյան Մովսիսյանին զանգահարեց անծանոթ համարից։ Ձայնը, որը խոսեց, ասաց միայն մեկ նախադասություն. «Մենք գիտենք, թե որտեղ են քո ընտանիքը այս րոպեին»։ Ապա զանգը ընդհատվեց։ Մովսիսյանը դողաց, ոչ իր համար, այլ իր երեխաների համար։ Քանի որ այս սպառնալիքը ուղղված էր ոչ թե նրան, այլ նրանց։ Եվ այն մարդը, ով իր ողջ կյանքում դիմակայել էր համակարգին,
հանկարծ զգաց անզորորություն։ Իսկ դուք կարող եք պատկերացնել այն պահը, երբ հասկանում ես, որ քո ամենամոտ մարդը, ում դու վստահում էիր ամեն ինչ, իրականում աշխատում էր քո դեմ։ Ինչպես կարող ես շարունակել վստահել ցանկացած մեկին, երբ այդ վստահությունը կոտրվել է այդպիսի ցավալիորեն։ Եվ ինչպես կարող ես պաշտպանել այն, ինչ սիրում ես, երբ սպառնալիքը գալիս է ոչ թե դրսից, այլ ներսից։ Մովսիսյանի տան տակ, խորը բետոնե հիմքերի մեջ, գոյություն ուներ ինչ-որ բան, ինչի մասին նույնիսկ կառուցապետները չգիտեին։ Երբ այս շենքը կառուցվել էր 1960-րդ թվականներին, Խորհրդային Միության անվտանգության ծառայությունները պատվիրել էին հատուկ համակարգ բարձրաստիճան պաշտոնյաների համար։ Թունելներ եւ ավտոկայանատեղիներ, որոնք կապում էին հիմնական բնակելի շենքերը կառավարական օբյեկտների հետ։ Այս թունելները կառուցվել էին ծայրահեղ իրավիճակների համար՝ պատերազմ, հեղաշրջում, ներքին սպառնալիքներ։ Եվ Մովսիսյանի շենքի տակ մի այդպիսի թունել դեպի հին ստորգետնյա բունկեր, որը հիմա լքված էր։ Դեկտեմբերի 25-ի առավոտյան, երբ ամբողջ Երևանը նշում էր ամանորը, Մովսիսյանը իջավ այդ թունել առաջին անգամ 10 տարվա ընթացքում։ Նա գիտեր դրա գոյության մասին, բայց երբեք չէր մտածել օգտագործել այն։ Բայց հիմա, երբ սպառնալիքները դարձել էին իրական, երբ նրա ընտանիքը վտանգի մեջ էր, նա որոշեց, որ պետք է ստուգի, արդյոք այս հին ելքը դեռ գործում է։ Եթե գործում էր, դեռ դա նշանակում էր մի հնարավորություն՝ փախչելու, թաքնվելու, գոնե ժամանակ շահելու։ Թունելը մութ էր, խոնավ, լի էր հին մետաղյա խողովակներով, որոնք երբեմն օգտագործվում էին ջրի եւ եղել է միայն գործիք։ Մի մարդ, ով օգտագործվում էր, մինչև նա դառնում էր անհարմար։ Նա հիշեց այն օրը, երբ առաջին անգամ տեսավ գաղտնի քարտեզները։ Հիշեց այն զգացումը, երբ հասկացավ այդ գծերը, որ նկարված էին թղթի վրա, իրականում կյանքեր են, ընտանիքներ, տներ, հողեր։ Հիշեց մտքերը, որոնք այդ պահին անցան նրա գլխով։ Ես չեմ կարող սա անել։ Ես չեմ կարող վաճառել իմ հողը, իմ մարդկանց, իմ ապագան։ Եվ նա իրեն թույլ տվեց մի վայրկյան հպարտանալ այն որոշումով, որը կայացրել էր։ Թեև այն արժեցավ նրան ամեն ինչ, գոնե նա պահպանեց իր խղճի մաքրությունը։ Բայց հիմա, այս թունելում, նա նաև հասկացավ որոշումը չէր փոխել արդյունքը։ Քարտեզները, որոնք նա մերժել էր ստորագրել, ստորագրվել էին մեկ ուրիշի կողմից։ Սահմանները, որոնք նա պաշտպանել էր, հետագայում կփոխվեին ավելի վատ պայմաններով։ Եվ նրա զոհողությունը, որը նա կատարել էր, վերջնականապես մնաց անտեսանելի պատմության էջերում։ Հարցը, որը այժմ տանջում էր նրան, հետևյալն էր. արդյոք նրա դիմադրությունը ուներ իմաստ։ Արդյոք մի մարդը կարող է փոխել համակարգը, երբ համակարգը այնքան հզոր է, որ անտեսում է անհատներին։ Նա վերադարձավ վերև, իր բնակարան։ Երբ նա մտավ, նրա կինը տեսավ, որ նրա հագուստը կեղտոտ է, նրա ձեռքերը սև են։ Նա հարցրեց. «Որտեղ էիր»։ Մովսիսյանը պատասխանեց. «Փնտրում էի ելք, բայց չկա ելք»։ Նա լվացվեց, հագնվեց մաքուր հագուստով եւ նստեց ընտանեկան սեղանի շուրջ իր կնոջ եւ երեխաների հետ։ Դա եղավ նրանց վերջին ընտանեկան ընթրիքը միասին։ Եվ Մովսիսյանը փորձեց հիշել յուրաքանչյուր դետալ՝ իր կնոջ ժպիտը, երեխաների ծիծաղը, սեղանի վրա ուտեստների հոտը, տան տաքությունը։ Քանի որ նա գիտեր այս հիշողությունները հետագայում կդառնան այն ամենը, ինչ կմնա նրանից։ Երեկոյան, երբ բոլորը քնեցին, Մովսիսյանը նստեց իր աշխատասենյակում եւ գրեց իր վերջին նամակը։ Դա նամակ էր ապագա սերնդին, նրանց, ովքեր կարդան այս բառերը տասնամյակներ հետո։ Նա գրեց. «Երբ ինձ չլինի, դուք գուցե հարցնեք, արդյոք նա կարող էր այլ կերպ վարվել։ Արդյոք նա կարող էր պարզապես ստորագրել այդ քարտեզները եւ շարունակել իր կյանքը։ Եվ պատասխանը՝ այո, նա կարող էր։ Բայց ապա նա կկորցներ միակ բանը, որը իսկապես կարևոր է՝ իր խիղճը։ Ես ընտրեցի պահպանել իմ խիղճը, թեև դա արժեցավ ինձ ամեն ինչ։ Եվ ես չեմ ափսոսում»։ Նա կնքեց այդ նամակը ծրարում եւ գրեց վրան. «Բացել միայն երբ ես այլևս չլինեմ»։ Ապա նա տեղադրեց այն իր անձնական անվտանգության արկղում բանկում։ Հաջորդ օրը դեկտեմբերի 26-ին Մովսիսյանը գնաց իր նախկին աշխատավայր, վերջին անգամ տեսնելու այն սենյակները, որտեղ նա անցկացրել էր իր կյանքի լավագույն տարիները։ Պահակները նրան չթույլ տվեցին մտնել։ Նա արդեն չէր պետական պաշտոնյա։ Նա դարձել էր անծանոթ մարդ իր սեփական նախկին աշխատավայրում։ Մովսիսյանը կանգնեց դռան առջև, նայեց շենքին վերջին անգամ եւ հեռացավ։ Նա գիտեր դա վերջն էր։ Բայց նա նաև գիտեր, մի օր, երբ արխիվները կբացվեն, երբ գաղտնի քարտեզները կհրապարակվեն, մարդիկ կիմանան, որ եղել է մի մարդ, ով համարձակվել է ասել ոչ։ Եվ գուցե հենց այդ ոչն էր կարևոր, քան ցանկացած այո։ Բայց արդյոք նա ճիշտ էր։ Արդյոք մի մարդու համարձակությունը կարող է փոխել պատմությունը։
Եվ երբ համակարգը այնքան հզոր է, որ խանգարում է նույնիսկ ամենահամարձակ մարդկանց, արդյոք մնում է հույս։ Դեկտեմբերի 28-ին, 3 օր մինչև Նոր տարին, Մովսիսյանի բնակարան մտավ մի մարդ, ում ոչ ոք սպասում էր։ Այս անգամ դա չէր անվտանգության ծառայության ներկայացուցիչը, ոչ էլ նախկին գործընկերը։ Դա եղավ մի տարեց մարդ, մոտավորապես 70 տարեկան, ով ներկայացավ որպես հին ծանոթ հոր կողմից։ Նա բերեց փոքրիկ փաթեթ, փակ թղթով։ Երբ Մովսիսյանը բացեց այն, ներսում գտավ հին լուսանկար, նրա հոր, երբ նա ծառայում էր բանակում 1940-րդ թվականներին։ Եվ նամակ, գրված նուրբ ձեռագրով։ Նամակում գրված էր. «Քո հայրը, երբ նա ծառայում էր, նույնպես դիմագրավվեց նմանատիպ ընտրության։ Նրան ասացին ստորագրել փաստաթուղթ, որը կհանձնար 30 հայ ընտանիքներ դեպորտացիայի։ Նա մերժեց, եւ նրան տեղափոխեցին Սիբիր։ Նա մնաց այնտեղ 10 տարի, բայց նա վերադարձավ կենդանի։ Եվ մինչև իր վերջին օրերը նա հպարտանում է, որ չստորագրեց։ Դու ունես նույն արյունը, եւ ես գիտեմ, դու կգտնես ուժ շարունակել»։ Ստորագրություն չկար։ Միայն ամսաթիվ, դեկտեմբերի 26։ Մովսիսյանը նստեց հեռախոսը ձեռքին եւ փորձեց հասկանալ, ով էր այդ տարեց մարդը։ Ինչու նա բերեց այս նամակը հենց այժմ, բայց հեռախոսին պատասխան չկար։ Նա նայեց դեպի պատուհանը, որտեղ Երևանի լույսերը փայլում էին ամանորյա զարդերով։ Մարդիկ նշում էին, ծիծաղում էին, հույս ունեին նոր տարվա համար։ Եվ նա մտածեց, արդյոք իրեն տրված էր հույս ունենալու իրավունքը։ Դեկտեմբերի 29-ին Մովսիսյանի տանը եկավ վերջին այցելու։ Այս անգամ դա պաշտոնական մարդ էր, ներկայացուցիչ ներքին գործերի նախարարությունից։ Նա ասաց. «Մովսիսյան պարոն, դուք պետք է ներկայանաք հարցաքննության վաղը, հունվարի 1-ին ժամը 10-ին։ Հարցերը վերաբերում են ձեր նախկին պաշտոնական գործունեությանը»։ Մովսիսյանը հարցրեց. «Ինչ հարցեր կլինեն»։ Պատասխանը եղավ. «Դուք կիմանաք այնտեղ»։ Այդ գիշեր Մովսիսյանը չքնեց։ Նա նստում էր իր աշխատասենյակում, նայելով դեպի այն սեղանը, որտեղ երբեմն կուտակված էին փաստաթղթեր, քարտեզներ, ծրարներ։ Հիմա սեղանը դատարկ էր։ Ամեն ինչ վերցրել էին։ Ամեն ապացույց, ամեն հետք նրա աշխատանքի, ամեն բան, ինչ կարող էր վկայել նրա դիմադրության մասին։ Միակը բանը, որ մնաց, երրորդ լուսապատճենն էր, այն, որը թաքնված էր վայրում, որտեղ ոչ ոք չէր փնտրի։ Եվ միակ բանը, որ նա կարող էր անել, հույս ունենալն էր, որ մի օր ինչ-որ մեկը կգտնի այն եւ կհասկանա ճշմարտությունը։ Առավոտյան, երբ արևը դեռ չէր ծագել, Մովսիսյանը հագնվեց իր լավագույն կոստյումով։ Նա սափրվեց, օծանելիք դրեց եւ վերջին անգամ նայեց հայելու մեջ։ Տեսավ մի տղամարդու, ով կորցրել էր ամեն ինչ, բայց ոչ իր արժանապատվությունը։ Նա ժպտաց։ Առաջին անգամ երկար ժամանակից։ Ոչ քանի որ նա երջանիկ էր, այլ քանի որ նա գիտեր, եթե մի մարդ պահպանում է իր խիղճի մաքրությունը, նա երբեք իրականում պարտված չէ։ Երբ նա դուրս եկավ տնից, ձյունը սկսեց իջնել։ Առաջին ձյունը նոր տարվա։ Մովսիսյանը կանգնեց վայրկյանը եւ թույլ տվեց ձյունի փաթիլներին իջնել իր դեմքի վրա։ Դրանք էին սառը, մաքուր, անմեղ, ինչպես ճշմարտությունը, որը նա պաշտպանել էր։ Ապա նա քայլեց դեպի անհայտ ապագան, անցյալի բեռով, բայց հույսով, որ պատմությունը մի օր կարդարացնի նրան։